մի փոքրիկ խոսք ունեմ ուզում եմ կիսվել ձեր հետ։ Փոքրիկ խոսքիս վերնագիրը դրել եմ հետևյալ երազ, գիտեք, երազել, ցանկանալ, երազել, մղվել երազանքներին, իրականացնել երազանքները դա լավ բան է։ Գրել եմ երազ թե ուտոպիա, երազանք ոչ թե որ քնում են երազ են տեսնում, այլ երազ, միջտա կամ էլ, որ ես երազում եմ, չգիտեմ, գործիք ունենամ, երազում եմ մեքենա ունենամ, երազում եմ լավ եկեղեցի, լավ ծառայություն, լավ խմբակ, լավ ամուսին, այդպիսի երազանքի մասն է խոսքը։ Եվ երազ թե ուտոպիա, երազ, միջտա, միջտի, ոնց է իսպաներեն միջտա, երազ, սույնյո, երազ, ես երազում եմ, թե ուտոպիա, ուզում եմ ասել ինչ է նշանակում ուտոպիա, ասեք խնդրեմ, բոլորն են չէ երազում, կամ մեզանից կան մարդիկ, որ ինչ-որ բան չեն երազում, խնդրում եմ ինձ օգնեք ինձ, ես մենակ չմնամ էլ ինձ հետ, լինում է, որ երազել եք, լինում է, որ երազում եք, ունեցել եք երազներ, շատ լավ, բայց կա անիրական երազներ, ուտոպիա, կա երազ, որ դա երազանքներ, որ դրանք ինչ-որ ձև իրականություն են դառնում, կա երազներ, որ դրանք ուտոպիա են, մարդ այնպիսի բան է երազում, որ դա անիրական է, ուտոպիա է, то есть ուտոպիա բառը նշանակում է անիրական, հորինված, անիրական աշխարհ։ Հռոմեացիների 12:3 համար, Հռոմեացիների 12:3, եկեք կարդանք միասին, Հռոմեացիների 12:3, կարող եք բացել ձեր Աստվածաշունչը, տարիներ առաջ մի քույր ասեց, որ մենք պետք է Աստվածաշունչը բացենք հովին ստուգելու համար, գոնե դրա համար բացեք, գուցե ես իմ համար եմ ինչ-որ բան կարդում, Հռոմեացիների 12:3, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված, ասում եմ, ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավել, քան թե արժան է մտածել, այլ մտածեք պարկեշտ, կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափով բաժանեց, մտածել կամ երազել այնպես, ինչքան որ համեստ, իրական, լինող, ռեալ, իրականացվող, դրանից ավել խոսք ասում է պետք չի անել, դրանք արդեն ես շատ լսել եմ, շատ տեսել եմ այդպիսի երազներ, որ մարդիկ ասում են շատ գլոբալ մեծ մտքեր, իրանք մեծ մտքեր են կրում, մեծ ցանկություններ են կրում, բայց Սուրբ Գիրքը սովորացնում է այն ամենը, ինչ որ քո ուժերի մեջ է, այն ամենը, ինչ որ քո ի վերուս տրված հնարավորությունների մեջ է, գուցե այն ամենը, ինչի մասին որ մենք խոսում ենք, դրանք անիրական են, անիրատես են, ուտոպիա են, որովհետև Աստծո շնորհքով ինձ տրված ասում եմ ձեզ, ձեր մեջ ամենին բան չմտածել նրանից ավել, քան թե արժան է մտածել, այլ մտածեք պարկեշտ, ձեր ուժերի սահման։ Գիտեք, ես ուզում եմ մի քանի բան ասել արագ։ Ես 55 տարեկան եմ։ Այս տարի լրացավ իմ 55-ամյակներ, չէ՞։ 55-ամյակը։ Եվ ես այնքան ուրախ եմ, որ ես այս օրերին նաև ներգրավված եմ գլոբալ մեծ շինարարությունների մեջ։ Ու ես նկատել եմ, որ իմ կյանքում սա առաջի դեպքը չի, որ ես ներգրավված եմ գլոբալ մեծ շինարարության մեջ։ Ինչ որ բան են, ինչ որ շինարարություն է տեղի ունենում, ինչ որ բան է կառուցում, ես շատ ուրախ եմ սրա համար։
Առաջի մեծ իհարկե գլոբալ մեծ շինարարությունը դա նախ ձեռք բերումը մեր կենթանի հավատ եկեղեցու շենքներ, այն հին կառույց էր, որ վերածվել էր Նորհաճեն քաղաքի նախկին քաղաքային բաղնիքներ վերածվել էր աղբանոցի։ Եվ այնպիսի կառույց էր, որ հնարավոր չէր ինչ-որ բան այդտեղ անցկացնել։ Ջուրը անվերջ հոսում էր շենքի տակ։ Շենքը քանդվում էր։ Անգամ շենքում տեսել էին ինչ-որ մի անգամ օձ էին տեսել անգամ շենքի մեջ, ահավոր հակասանիտարական, այսօր այդ շենքը, այդ կառույցը, սիրելիներ, ծլել է եւ ծաղկում է եւ օրից օր անտեսանելի է, աննկարագրելի է դառնում այդ գեղեցկությունը։ Մարդիկ օրտնվում են ծառայություններ, այսօր նոր սերունդը արդեն ժառանգում այդ ընթացքը։ Եվ գիտեք, երբ որ հիմա էլի ներգրավեցի գլոբալ շինարարության մեջ, սիրտս այնպիսի մի յուրահատկությամբ լցվեց, սիրտս լցվեց յուրահատուկ ուրախությամբ, երբ որ ես ձեռքս վերցրեցի ամենաչսիրված գործիքակազմը, դրանք բահը, քլունգը, մուրճը, պերֆերատորը, հող, փոշի, ցեխ, չկա ոչ մի թվացյալ հաճելի բան, բայց ես կարծում եմ, որ ես աշխարհի երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ երազել եմ հավատքիս չափով, հավատացել եմ այն հայտնություններին, որ առել եմ իմ սրտի մեջ, եւ այդ հայտնությունները ինձ համար ուտոպիա չեն եղել, անիրական, անիրատես, հորինված աշխարհ չեն եղել։ Ես շատ ուրախ եմ, որ Աստված ամեն մեկից տալիս է երազել, հավատալ, ստեղծարարել եւ սեփական ձեռքերով դարձնել իրականություն են ամեն ինչ որ կա քո սրտի մեջ։ Մարդիկ ապրում են իրենց կյանքը եւ ժամանակահատված են ապրում եւ այդպես էլ չեն կարողանում նյութականացնել սեփական ձեռքերով։ Գիտեք, ես հավատում եմ հրաշքների, թող սխալ տպավորություն չստեղծվի։ Նայեք ինձ, ես հավատում եմ հրաշքների։ Իմ կյանքում ամենամեծ տոկոսային հարաբերություններում այնուամենայնիվ տեղա գրավել Աստծո խոսքը նյութականացնել, տեսանելի դարձնել, քան հրաշքներ տեսնել։ Ասում եմ, եղել են հրաշքներ բազմաթիվ, աղոթել ենք, մարդիկ են բժշկվել, ընտանիքներ են կառուցվել, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց իմ կյանքում, անձնական կյանքում, չգիտես ինչի, ես միայն հասկացել եմ, որ ես պետք է իմ սեփական ձեռքերով Աստծո խոսքը նյութականացնեմ, տեսանելի դարձնեմ։ Չեմ սպասել հրաշքների, չեմ աղոթել միայն, ես երկար ու ձիգ մինչև 6 ժամ աղոթում էի սիրելիներ։ Բայց եկան տարիներ, որտեղ դու հասկանում ես, Աստված քեզ կանչում է այդ ամենը, այդ օրհնությունները նյութականացնել, տեսանելի դարձնել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենը ինձ հետ է կատարվում։ Ես շատ ուրախ եմ, որ ինչ որ ցանկացել եմ իմ սրտում, ինչ որ առել եմ իմ սրտում, ինչ հայտնություն ունեցել եմ իմ սրտում, ես դա իրականություն եմ դարձրել։ Ես շատ ուրախ եմ սրա համար։ Եկեղեցին թողեցի Ուկրաինայի, հանրապետությունը եկա Հայաստան, սրտումս ունեի, ցանկանում էի, վառվում էի, երբ որ եկա Հայաստան, ասեցի ուզում եմ, ցանկանում եմ, փափագում եմ, թող լինի Տեր, օգտագործի, Տերն ասում է թող լինի, ես ասում եմ Տեր թող լինի, Տերն ասում է շարունակիր, սկսիր, ես ասում եմ այո Տեր,
շարունակեմ եւ սկսեմ։ Երազում էի, փափագում էի, գիտես, ինձ թվում է, որ ես ապրել եմ երկար ժամանակ on-line երկնքի հետ։ Ապրել եմ on-line երկնքի երազանքների հետ եւ այդպես շարունակ նյութականացրել եմ։ Գիտեք, Սուրբ Գիրքը սովորացնում է մեզ, եկեք մի հատվածել կարդանք Առակաց 13:4, եկեք մի հատվածել կարդանք, խնդրում եմ բացեք, էլի, Առակաց 13:4, շատ կարևոր հատված է։ Գիտեք, աշխարհում չկա մի մարդ, նայեք ինձ, որ դուք ինձ պետք է հիմա, չկա մեկը, որ չի ցանկանում, չի երազում, չի փափագում։ Չէ՞, երազեցիր, փափագեցիր, կամաց նյութականացրեցիր։ Այսօր մենք տեսնում ենք, անցնում ենք, հպարտանում ենք, ասում են էսի Ասատրյան բյութի սալոնն է, այս հայն, այս Ասատրյանն է, փափագեց, այսօր Հեսուի հետ կապեր են հաստատում աշխարհի տարբեր մասերից։ Փափագեցինք, ուզեցանք, ցանկացանք եւ այն նյութականացավ, տեսանելի մատերով, այս սրտով, այս էությամբ, այս անձով այսօր մենք դա տեսնում ենք։ Գիտեք, Սուրբ Գիրքը ասում է բոլորն են ուզում, բոլորն են ցանկանում, նայեք ինձ, բոլորն են երազում, բոլորը, եկեք կարդանք։ Ծույլի անձը փափագում է, կամ ուզում է, կամ երազում է, եւ ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա։ Սիրելիներ, տեսեք, մենք ասեցինք, որ աշխարհում չկա մարդ, որ չի երազում, չի ցանկանում։ Անգամ ծույլերն են ուզում, ծույլերն են փափագում։ Տեսեք, Աստված այնպիսի Աստված է, որ երբեք չի ծաղրվի, երբեք չի հանդիմանվի եւ մենք չենք կարող մեղադրել։ Անգամ ծույլի սրտին է դնում Տերը։ Լսում եք ինձ, անգամ ծույլ մարդը երազում է, փափագում է, ել չասած, որ աշխատասերը, ել չասած, որ թրծվածը, ել չասած, որ սա ելն է, անգամ այսպիսի Աստծու ենք մենք պաշտում։ Անգամ ծույլի սրտին է Աստված փափակ դնում, բայց ցանկանում են, երազում են բոլորը, բայց ունեն եւ վայելում են այդ քաղցր բերկրանքը պտուղի ոչ բոլորը։ Ցանկանում են ահել ու ջահել, ցանկանում են բոլորը, տղաներ եւ աղջիկները, ցանկանում են Ամերիկայում, ցանկանում են Եվրոպայում, ցանկանում են ամենուրեք, ցանկանում են Հայաստանում, ցանկանում են բոլորը, փափագում են բոլորը, երազում են բոլորը, բայց ոչ բոլորն են, որ կարողանում են ունենալ։ Երկրորդը, որ կուզեի ասել, դա օրհնությունները երբեք հեշտ չեն տրվում։ Ուզում եմ ասել, որ օրհնությունները հեշտ չեն տրվում։ Այդ ամենը նյութականացնելը, այդ ամենը տեսանելի դարձնելը հեշտ գործ չի։ Երբ որ դու սեփական ձեռքերով սկսում ես կառուցել քո օրհնությունը, սեփական ձեռքերով կառուցում ես քո ընտանիքը, սեփական ձեռքերով կառուցում ես քո աշխատանքը, սեփական քրտինքով, դրելով, չգիտեմ, քանդելով, մուրճով, ցեխերի հետ աշխատելով, երբեմն հարվածի ժամանակ մատիդ կարող խփես, երբեմն կարող ես մարդկանց հետ աշխատելու ժամանակ հարվածներ ստանաս, բայց երբ որ դու շարունակում ես գնալ քո երազանքի հետևից, շարունակում ես ստանալ քո սրտի մեջ ոչ թե ուտոպիա, ոչ թե ինչ-որ անիրական ամպեր, այլ այն ինչը որ քոնն է, քո բաժինն է, քո չափսն է, քո հագով է, ուզում են բոլորը, երազում են բոլորը, ցանկանում են բոլորը, բայց ոչ բոլորը ունեն, ոչ բոլորի մոտ է ստացվում, որովհետև կամ երազում են ինչ-որ բաներ գրված է, կամ այդ մարդիկ
աշխատանք կատարելու ցանկություն չունեն։ Գիտեք, ես ինձ համար բացահայտեցի արդյունքի հասնելու պատճառ չկա։ Եթե ծույլին է Տերը, եթե ծույլ մարդուն է տվել ուզենալ, երազել, փափագել, ցանկանալ, ինչքան գործիքակազմ է տվել դրանց հասնելու սիրելիներ։ Ոչ բոլորն են, որ կվերցնեն մուրճ, ոչ բոլորն են, որ կաղոթեն, ոչ բոլորն են, որ կփորեն, ոչ բոլորն են, որ կուզենան գեղեցիկ վերջն արդյունք տեսնել։ Վերջն արդյունքը, ով հասկանում ինչ եմ ասում։ Գիտեք, ես ուզում եմ ասել, ես երբ որ մարդկանց հետ աշխատում եմ, շատ կուզեի, որ չաշխատեի մարդկանց հետ։ Որովհետև նրանք շատ բարդ են, շատ դժվար են, բայց ես հասկանում եմ, որ դա նույն փոսփորելն է, դա նույն ցեխանելն է, դա նույն ինչ որ ճանապարհ գնալն է, դա այն է, ինչ որ դու 55 տարեկան ես, բայց շարունակում ես բախ խփել, շարունակում ես հող անել, հասկանում ես, որ վերջն արդյունքը սիրուն է լինելու, վերջն արդյունքը, հասկանում ես, որ վերջն արդյունքը բոլորին գոհացնելու է, այն դու այսօր, այն ինչը որ կառուցված է, մարդիկ այսօր ամառվա շոքին կարողանում են հանգիստ գալ եւ վայելել Աստծո խոսքը։ Ձմեռվա ցրտին կարողանում են, եթե կարող են իրենց տները ցուրտ լինել, բայց եկեղեցում տաք է, եկեղեցում հյուրանկալ է, եկեղեցում օրհնված է, մարդիկ գալիս են եւ օրհնվում են։ Նրա պատճառով, որ ինչ որ մեկը երկնքի իր երազանքների համահունչ չափով ասեց ամեն եւ վերցրեց գործիքակազմը եւ արեց։ Նույնն էլ գիտեք մարդիկ, երբ որ մարդկանց հետ աշխատում ես։ Երբ որ մարդկանց հետ աշխատում ես։ Մեզ բոլորիս եւս պետք է օգտվել։ Եկեք մի համար կարդանք եւ պարզ կդառնա։ Երեմիա մարգարեություն 18:6 Խնդրում եմ բացեք Երեմիա մարգարեություն 18:6 Ինչպես կավը 18:6 Ինչպես կավը կավագործի ձեռքում է, ինչն է ում ձեռքում կավը Ինչա կավ, կավը ինչա սիրելիներ, ով կասի ինչա կավը, գլինա կավը, հող, հող, կավը կավագործի ձեռքերում, կավը ինչա Հեսու ջան, ցեխ, հող, այդ ցեխը մենակ ես ունեմ, նայեք ինձ, կառուցելու Մենակ ես ունեմ, չգրվածը ծույլնել ունի, ծույլնել է երազում, ցանկանում, դե վերցրու կավը, անիրետեսական, շատերի կավը արդեն չորացել է, շատերի կավը, կամ էլ, գիտեք կավը որպեսի չչորանա, ինչ են անում, փաթաթում են ցելոֆանի մեջ, որպեսի չչորանա, փաթաթած, ինչպես որ այն մեկ լումայի տեր մարդը գնաց եւ թաղեց, Գիտես Աստված սեփական քո ձեռքերին ուժ ու կարողություն ա տվել, որպեսզի ասում է կավագործի ձեռքերում, լսի դե դավայ, սկսի, լիպի, սկսի ստեղծարարի քո կյանքը, ես ստեղ, լսի կավը վերցրու ձեռքը, ես ստեղ եմ, ես այստեղ եմ, ես այնտեղ եմ, ես մի քիչ էլ փոխվեմ, ես մի քիչ անեմ, ես ընտանիք կկառուցեմ, ես Լսի կավդ վերցրու կավդ, կավագործի ձեռքերում, այնպես էլ դուք իմ ձեռքերում, այդպես է գրված թե չէ։ Մենք թույլ չենք տալիս, որ Աստված մեզ որպես կավ վերցնի եւ դարձնի վերջն արդյունք։ Ով է ուզում, որ իր երազանքը իրականանա եւ դու գրված է
երբ որ մարդ ստանում է իր երազանքը, իր ցանկությունը, շատ ուրախ է։ Այդպես է թե չէ, երբ որ դուք ստանում եք ձեր վերջի iPhone-ը, շատ ուրախ ենք, ես չգիտեմ էլ ինչ է այդպես ձեր կուրախացներ, այդ ինչ որ հատվածում շատ ուրախ ենք։ Երբ որ մենք ստանում ենք մեր առաջին շատ լուրջ նվերը, շատ ուրախ ենք։ Գիտեք, ինձ մի անգամ չեն ասել։ Շատ մերձավորները տես չեն ասում են շատ մերձավորները, շատ մտերիմները, շատ։ Ասում են ինչ ես արել, որ։ Բայց շատ մտերիմներ ասում են, հա, շատ լավ է, տուն էլ ունեցար, շատ լավ է, եկեղեցի էլ ունեցար, շատ լավ է, ավտո էլ առար, բայց դե մերը ուրիշ է։ Լսում եք։ Շատ լավ է, բիզնես ունեցար, շատ լավ է, քո աշխատանքն ունեցար, շատ լավ է, դու, չգիտեմ, մեքենա փոխեցիր, բայց քիչ առաջ իմ ձեռքը կավ էր ախր։ Ես աշխատում էի, ես քանդում էի, ես սարքում էի, փոխհարաբերություններ էի կառուցում, ծառ էի տնկում, երեխա էի մեծացնում, սա էի դնում, քար էի դնում, այն ուզում եմ լսեք, այն ամենը, ինչ որ մենք այսօր ունենք, դա սիյումինուտնի չի եղել։ Դա սենց էլ չի եղել, գերբնական հրաշքով թաջ, բանալիներ են մեզ բերել տվել և ասել են այս բանալիները քեզ։ Ոչ, այդպես չի եղել, սիրելիներ ջան, ցուրտ, քամի, հալածանք, ճնշումներ տնից գրված է Պողոս առաքյալն ասում է ներսիններից, եղբայրներից, բոլորից։ Բայց մենք ունեինք երազանք, մենք ունեինք ցանկություն, մենք ունեինք կավ, մեր փառավոր ճակատագիրը մեր ձեռքերում։ Եվ կավը վերցրեցին, կավից մեր չհրաժարվեցին, ցեխից մեր չհրաժարվեցին, ցեխից, վերջին հաշվով կավը, ցեխը։ Եվ այսօր մենք նորից հողերի, ինչ է ասում Պողոս առաքյալը, նորից երկունքի ցավերի, նորից կինը դա գիտի, ծննդաբերած կանայք գիտեն դա ինչ է, երկունքի ցավերի մեջ ենք ձեզ համար ասում է, նորից ցավեր, նորից անձրև, նորից կավ, նորից նեղություն, նորից մեջքի ցավ, նորից հալածանք, նորից մարդկանց հետ։ Մարդիկ կան, այսպես, թիթեռնիկի նման, դուք ինչ եք հասկանում, որ, դուք, լսեք, մենք հասկանում ենք, որ մեր մոտ կստացվի։ Եվ ես գիտեք երկար ժամանակ չէի հասկանում, խեն ինձ սենց ասում, ինչ ես արել, որ։ Երկար տարիներ չէի հասկանում, գիտեք ուզում ասեմ այսօր, շատ սիրտս ուրախ է և շատ հասկանում եմ, այդ բոլորը ես պետք է ընդունեի ինձ համար որպես կոմպլիմենտ։ Գիտեք վերջերս մի բան ասեցի երկու հոգու մոտ, ասեցի գիտեք ես 1000 անդամանոց եկեղեցի չունեցա, միլիոներ էլ չդառա դեռ, գիտեք ինձ հանդիմանեցին։ Երկու հոգի տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում ասեցեք նույն արտահայտությունը, գիտեք նրանք ինձ հանդիմանեցին։ Պատճառ չունեի իրանց հանդիմանությունը ընդունեի, շնչավոր մարդիկ են շնչավորել հանդիմանում են, չէ, շատ տուժ մարդիկ էին, ասեցին որ դու քո տեսակով հարստացնում ես մեր կյանքը։ Գիտեք ինքնագնահատականս, ինքնարժեքս բարձրացավ։ Բանվորի աշխատողի քրտինքը միշտ կհալածվի սիրել, որտեղ նա միշտ, նայեք ինձ, շատ կարևոր բան եմ ասում, նա տեսնելու է իր արդյունքը։ Եվ երբ որ ինքը տեսնում է իր արդյունքը, իրան ասում են ինչ ես արել, որ, եւ երկրորդը գիտեք ինչ են ասում, այդքան ինչ ես կրկնում։ Չեմ իմանում, ինչ եմ արել, որը հասկացա, խի եմ կրկնում, որովհետև այդ կրկնելը ինձ չի պետք։ Այդ կրկնելը կոչ է վերցնել ձեր կավը, վերցնել ձեր աշխատանքը, վերցնել ձեր հողը, ձեր բաժինը և սկսել
կառուցել սիրուն, կառուցել գեղեցիկ։ Գիտեք, ես մեր եկեղեցու խմբում դրեցի մի տեսանյութ եւ գրեցի ուզում եմ օրինակ ծառայել ամեն ինչով, ամեն ինչում։ Որոշ մարդիկ հասկացան, որ տունն վերանորոգվում է, հալելույա, ես ուրախ եմ քեզ համար։ Ես դրա համար չէի անում։ Ես ուզում եմ, որ տեսնեն մարդիկ, որ ասում են դե քեզ հեշտ է, հեշտ չի, եկեք 55 տարեկան հասակում դերեք ու սկսեք ցեմենտ բետոն անել։ Եկեք նորից մարդկանց նազուտ ուզերը տանել, եկեք նորից սա։ Ինչպես կավը կավագործի ձեռքերում, այնպես էլ մենք ենք Աստծո ձեռքերում, սիրելիներ։ Թույլ տանք նա կառուցի եւ այն ինչը որ մենք կառուցում ենք, այսօրվա մեր կառույցը, խնդրում եմ նայեք ինձ, ես վերջացնում եմ արդեն, այսօրվա ամեն մեկի կառույցը, ով ինչ կառույցում է, դա այն իրական երազանքն է, որ կապ ունի երկնքի հետ, եւ այն աշխատանքն է, որ կապ ունի երկնքի հետ։ Եվ այն կառույցը, երբ որ մենք մտնենք եւ ապրենք, գերեվա տակա, քամիա, ցուրտա, գիտեք, Իսրայելի ժողովուրդը Անգեյ մարգարեության մեջ մի հատված կա, ես սա վերջի համարն եմ կարդում եւ վերջ։ Անգեյ մարգարեություն 1:6, եկեք բացենք բոլորս միասին եւ ես ուզում եմ հայերենը կարդալ։ Անգեյ մարգարեություն առաջի գլխից 6-րդ համարից։ Եթե տակ ես կընթերցեմ, էլի իմ մոտ ռուսերեն էր գրած։ Կտաս Արմեն ես կարող ընթերցեմ։ Անգեյ մարգարեություն 1:6 1:6-ից շնորհակալություն։ Սա շատ լավ թարգմանություն է։ Ուշադիրեք, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ։ Սերմել եք, ես շատ եմ լսել, բա ես եմ սերմանել։ Բա ես սենց եմ սերմանել։ Խոսքս մա հնարավոր է։ Սերմել եք շատ, ստացել եք քիչ։ Ինչու։ Սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, նայեք ինձ, բայց չեք կշտացել, խմել եք, բայց չեք հագեցրել ձեր ծարավը, հագնված եք, բայց տաքացած չեք, հագնված եք, բայց տաքացած չեք, և վարձկանը վարձի համար գործում է ծակ քսակով, ծակ գրպանով, այդ դրամը մի ձեռով գալիս է գրպանը, ծակ գրպան չի հավաքվում, չկա, ինչն է պատճառը, որ աշխատում են, որ ցանում են, որ հագնում են, որ ուտում են, բայց օգուտ չկա։ Ինչու է այդպես։ Արդյոք մենք դրա մասին պիտի մտածեինք, արդյոք դա էր ամենակարևոր առաջնահերթությունը։ Ուտում ենք, չենք կշտանում, ուտում անընդհատ անընդհատ ուտելու մասին, անընդհատ հագնում ենք, չենք հագենում, ուտում ենք, չենք, աշխատում ենք, ասում եմ, աշխատումը ծակ գրպանի համար։ Այդ կբացես, որ խնդրում եմ։ Վերջացնում եմ։ Այսպես է ասում զորած Տերը, ձեր ուշը դարձրեք ձեր ինչի վրա, ձեր ճանապարհների վրա։ Վեր ելեք սարը և փայտ բերեք և տուն շինեք, այն ժամանակ ես կհավանեմ դրան և կփառավորեմ
ասում է Տերը, ինչ բերեք, բերեք սարքեք այն տունը, վերցրեք սարքեք այն կավը, որ իրականն է, որ ուտոպիա չի, այն ամենը ինչ որ մենք կարանք կառուցենք, դա օդ հասիելներ։ Եվ այն ամենը ինչ որ կառուցում ես, քամիա մեջը պատտվում։ Ուրեմն այդ կառույցը պարտադիր չի, որ ես եմ մեղավոր։ Պարտադիր չի, որ քո մայրն է մեղավոր։ Գրված է, ինչ էր գրված Հեսու ջան, նայեք ամեն մեկը ձեր ճանապարհներին։ Չէ, այ դու նայ քո ճանապարհին։ Այ դու նայ քո, բայց ես կառուցում եմ իմ անհատական ճանապարհը։ Ես կավը վերցրել եմ, չեմ զզվում կավից, ցեխից, աշխատանքից, ծրտից չեմ վախենում։ Մեկ առաջի անգամ չի, որ ես զրոյից ինչ-որ բան եմ սարքում։ Աշխատանք, խանութ, բիզնես, մեկ տեսակը, երկրորդ տեսակը։ Ես երջանիկ մարդ եմ։ Լսեք, այսօր ինձ նաև հետաքրքրում է կավը որպես իմ ընտանիք, եւս պետք է անել, սարքել որպես գեղեցիկ, բայց նաև գրված է ամեն մեկը նայի իր ճանապարհին, կառուցի ճշմարիտ տուն։ Ստեղ եք թե չէ։ Եկեք աղոթենք, շնորհակալ եմ տաս։ Եկեք կանգնենք ոտքի։ Սիրելիներ, Հակոբոս 2:17-ում նայեք ինձ խնդրում եմ, վերջի անգամ, թեկուզ ես իմ ինչ չի, վերջի անգամ ուղղակի դա խնդրում, որ հավաքվենք միտք ասեմ։ Հակոբոս 2:17-ում գրված է առանց հավատքի։ Առանց հավատքի։ Հավատքը, սիրելիներ, առանց գործերի մեռած է։ Հավատքը առանց գործերի մեռած հավատքը։ Եկեք մենք որպես կավագործ չլինենք թշնամու ձեռքերում, ասում դուք որպես կավագործ, ես էլ որպես կավագործ, դուք էլ իմ կավն եք, եթե Աստված մեզանից չի զզվում, ես լինեի չէի անի, լուրջ եմ ասում, ամենայն պատասխանատվությամբ ներողություն եմ խնդրում, ես որ լինեի Աստված, հաստատ մարդկանց հետ գործ չէի բռնի։ Բայց եթե Աստված մարդկանցից չի խորշում, ասում դուք էլ կավ եք իմ ձեռքերում, վերցնում եւ օգտագործում աշխատումը, մենք էլ մեր ճակատագրի կավագործն ենք։ Եկեք լիպից անենք լավը, գեղեցիկը, ճամփեքին մեր նայենք եւ անգեի մարգարեության գլխավոր ուղերձը սա էր, Աստծո տունը քանդվում էր, մարդիկ գնացել էին փող աշխատելու։ Ամեն Իսրայելի ժողովուրդը մի կողմի էր, մտածում էր դա է գլխավորը, դա է լավը, անիրական։ Եթե Աստված ձեր սրտերում չի, ինչ եք կառուցում, ինչ կավագործի ձեռքերում եք։ Եվ եթե ասում եք կավագործի ձեռքերում եք լավ եք սարքում, ապա ինչի է տաճարում քամի պտտվում անգեի մարգարեության եւ նա շարունակություն կասի երկրորդ տաճարի փառքը պիտի ավելի զորանա։ Այն ամենը ինչ որ այսօր կատարվում է, դա տրագեդիա չի, դա լավ շարժառիթ է, սկսել կավը բացել ցելոֆոնից, թրջել ու սկսել սարքել։ Ստեղ եք թե չէ սիրելիներ։ Երկնային Հայր մեծարում ենք քո սուրբ անունը, շնորհակալ ենք այս օրհնյալ խոսքի համար, օրհնիր մեզ մեր ճանապարհների մեջ Տեր վերցրում ես եւ մենք էլ վերցնենք այն ինչը որ դու ես տալիս եւ մեր սեփական ձեռքերով կառուցենք, կերտենք մեր հաղթանակը, կառուցենք եւ կերտենք մեր ընտանիքի, մեր անձնական, մեր բոլորիս պատկերացրեք ու կավագործեք, վերցրեք հիմա հոգում, հոգևոր աշխարհում փակեք ձեր աչքերը եւ վերցրեք այդ կավը եւ սարքեք թշնամու, հակառակորդի
դիտավորությամբ ամենալավը, ասա ես կկառուցեմ այն կառույցը, որ դռները ջարդված չեն լինի, պատուհանները ջարդված չեն լինի եւ այնտեղ քամիչի սուլի։ Ասա ես վերցնում եմ այդ կավը, Տեր, ես չեմ ուզում անիրատեսական ուտոպիա ինչ-որ հորինված, օթերով, ամպերով քայլեմ։ Ես ուզում եմ, Տեր, որ կառուցեմ, ինչպես որ հովիվն էր կառուցում, լավ վատ ես կառուցել եմ, լավ վատ ես կառուցում եմ, լավ վատ ես քայլում եմ։ Ես ծառ եմ տնկում, ես ինչ-որ բաներ եմ սարքում, եւ երբ որ ինձ ասում են քեզ հեշտ է, ինձ հեշտ չի, 3 կավագործություն էի անում, այսօր այստեղ եմ, հիմա կգնամ նորից կավագործություն կանեմ, բայց հիմա էլ եմ կավագործություն անում։ Եվ ինձ ասում են ինչ է արել, որ ես շնորհակալ եմ, որ դու օրհնում ես ինձ, բայց դու օրհնված չես։ Ով որ այդպես ասում է ինքը օրհնված չի, բայց դու ինձ օրհնում ես դրանով, դու ինձ մղում ես, որ ես գնամ ավելի արագ եւ էլ չկանգնեմ, ավելի շատ սարքեմ։ Եթե ինձ գովան, ես կկանգնեմ, չեմ ուզենա էլ անեմ։ Չեմ էլ ուզենա լավանամ։ Շատ տարիներ առաջ ես ասեցի, ես շատ շնորհակալ եմ իմ հալածողներին, որտեղ նրանք են ինձ սարքում լավը։ Նրանք իրենց դառնությունից են ասում ինչ ես արել որ։ Նրանք իրենց ծուլությունից են ասում ինչ ես արել որ։ Նրանք իրենց չկավագործ լինելու պատճառով են ասում ինչ ես արել որ։ Ես աղոթում եմ քեզ համար այսօր, որ դու վերցնես քո կավը, մենակ չթողես քո կավին եւ սկսես կառուցել լավը, մեծը, զորավորը։ Եվ պատկերացրա, եթե դա թմով արվի, ինչ կլինի, Բոժե, Աստված իմ, այդ թմին պահել չի լինի։ Չի լինի կարապի, խեցգետնի և շնաձուկի պատմությունը։ Բոլորը մի ուղղությամբ կքաշեն։ Եղեք օրհնված։ Երազանք թե ուտոպիա։ Այդպիսի ուտոպիստների տան մեջ քամի է ֆսֆսալու։ Եղեք օրհնված, Տեր օրհնի։ Շնորհակալ եմ։